Բարև ձեզ, սոցիալական հարթակի տաղավարում այսօր խոսելու ենք զգայուն թեմայի շուրջ ընտանեկան բռնություն եւ ինչ ծրագրերով է պետություն աջակցում ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիներին։ Տաղավարում մեր հյուրն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Բարև ձեզ, Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ խոսենք այն մասին, որ մեր հասարակության մեջ շարունակում է դոմինանտ մնալ մտայնությունը, որ ընտանեկան բռնությունը դա ընտանիքի խնդիրն է, որը կարիք չկա ընտանիքից դուրս հանել, այո։ Կարծում եմ վերջին տարիներին ինտենսիվ ներդրված գործիքակազմերը եկել են պայքարելու այդ հենց մտածողության դեմ եւ այն դիմելիությունը, որ մենք ունենք թե սոցիալական ծառայություններին, թե առհասարակ իրավապահ մարմիններին, խոսում են հակառակ տրամաբանության մասին։ Այո, կային ժամանակներ եւ հիմա էլ բնականաբար հասարակության մեջ կլինեն այնպիսի շերտեր, որոնք կմտածեն, որ սեփական երեխային ֆիզիկական բռնության կամ սեռական բռնության ենթարկելը դա իրանց, չգիտեմ, ընտանեկան նեղ գործերն են, բայց մենք առնվազն թե քաղաքականությունների եւ թե դրանց արձագանքման տրամաբանությամբ հստակ արդեն ունենք կառուցակարգեր եւ այդ կառուցակարգերում ցանկացած Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացի զգում է իր պարտականությունն ու իր դերը առնվազն անհաղորդ չմնալու եւ իրեն հայտնի դարձած տվյալները հաղորդելու տրամաբանությամբ։ Իսկ եթե վիճակագրությամբ խոսենք, ինչ են վկայում թվերը եւ ըստ ձեզ որոնք են հիմնական գործոնները, որոնք ազդում են ընտանեկան բռնության դեպքերի աճի կամ նվազման վրա։ Նախ թույլ տվեք շատ կարճ պատմական ակնարկի տեսքով ամեն դեպքում ներկայացնել, թե մենք երբանից ենք որպես Հայաստանի Հանրապետություն առերեսվում այս խնդիրներին, արձագանքման մեխանիզմներին։ Մենք 2018 թվականի հունվարի 31-ից նոր ունեինք ընտանեկան բռնության կանխարգելման եւ այլն երկարավնը չասեմ օրենքը, որի շրջանակներում պարտավոր էինք ներդնել որոշակի գործիքակազմեր եւ արդեն 24 թվականի հուլիսի 1-ից ամբողջությամբ փոփոխված եւ վերաշարադրված օրենքը արդեն հնարավորություն է ընձեռում ավելի լայն եւ ճշգրիտ ընթացակարգեր ներդնելու թե ծառայությունների տրամադրման, մատուցման, դրանց չափորոշիչների սահմանման եւ ելի շեշտադրեմ նման լատենտ իրավիճակներում ինչպիսիք են բռնությունը, թրաֆիքինգը, երբ հասարակության իրազեկվածության հարց կա եւ արձագանքման մեխանիզմների հարց կա, կարծում եմ բավականին մեծ աշխատանքներ, որոնք իրականացվեցին հենց իրազեկման մակարդակում, իրազեկման մասնագիտական հանրույթի իրազեկման, այդ թվում իրավապահ համակարգի սովորեցնելու թե ինչպես արձագանքել եւ ինչպիսի գործիքակազմեր կիրառել եւ մեր հանրության ուղակի լուրջ չմնալու երբ ականատես են լինում որևէ բռնության թվային ցուցանիշներով այսօր խիստ արտացոլված են եւ տեսնում ենք, եթե 20 թվականին ընդհանուր ընտանեկան բռնության դեպքերով դիմելիությունը միայն օրինակ աջակցման կենտրոններին չէր հասնում 1000-ը, ապա նախորդ տարվա ամփոփ տվյալներով մենք ունենք շուրջ 2000 դեպք, որոնք որ դիմել են մարզերում գործող բոլոր կառույցներին եւ կամ ապաստարանում համապատասխան ծառայություններ են ստացել եւ վիճակագրության տեսանկյունից այնինչ մեզ հատկապես հուսադրում է, այն է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ցուցանիշները եւ ապաստարան դիմաց կամ այլ ծառայություններ, աջակցման կենտրոններ դիմաց կանանց ծառայությունների թվերը հնարավորինս մոտ են։ Սա նշանակում է, որ մենք ընտանեկան բռնության դեպքերով ունենում ենք հավասարաչափ հաղորդումներ, գուցե եւ լատենտայնությունը շարունակում է որոշ մակարդակներում պահպանվել, բայց ամեն դեպքում այլևս թե ընտանեկան բռնության ենթարկվող անձինք եւ կամ նրանց շրջապատում գտնվող անձինք չեն տանում լուր այդ բոլոր, այսպես ասեմ, բարդությունները, որի միջով նախորդիվ անցնում էին եւ կամ դա հանգեցնում էր կրնասպանության կամ հերթական միջավայրի դեպքի։ Շատ լավ, իսկ գործոններից եթե խոսենք, ինչ գործոններ են նպաստում։ Տեսեք, այստեղ բազմաթիվ ու բազմաշերտ են այդ գործոնները, իմ խորին համոզմամբ դրանք սոցիալ, մշակութային են ու առաջին հերթում նաեւ կրթական են։ Կրթական են այն առումով, որ մենք պետք է նախադպրոցական ուսումնական հաստատություններից սովորենք, որ բռնությունը ոչ մի պարագայում տանելի երևույթ չէ եւ պետք չէ դրա հետ համակերպվել։ Լինի ֆիզիկական բռնություն, լինի հոգեբանական բռնություն, լինի տնտեսական բռնություն, բնականաբար մեր ցուցանիշներում հիմնական բացահայտված դեպքերը հիմնականում ֆիզիկական բռնության մասին են, ցուցանիշների տրամաբանությամբ, բայց խոր գործիքակազմեր ներդնելու եւ հիմա այդ ուղղությամբ նաեւ աշխատանքներ են իրականացվում։ Ես կարծում եմ, որ ոչ պակաս ցուցանիշներ կունենանք, օրինակ նույն տնտեսական բռնության շատ բարձ օրինակով բացատրեմ աշխատավարձ ստանալ ընտանիքում եւ այդ աշխատավարձը փոխանցել ընտանիքի մեկ այլ անդամի, որովհետեւ օրինակ կան չգրված ընտանեկան կանոններ եւ կամ հոգեբանական ֆիզիկական բռնությունը չի։ Այո։ Շատ լավ, իրավիճակը պատկերացրեցինք, հիմա խոսենք կոնկրետ աջակցության ծրագրերից։ Կառավարությունը ինչ աջակցություն է առաջարկում ընտանիքում եւ կենսաղում բռնության ենթարկված քաղաքացիներին։ Սկսած 2020 թվականից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծառայությունների արտապատվիրակման սկզբունքով, ճիշտ այնպես ինչպես սոցիալական պաշտպանության մյուս բլոկերում,
տվյալ ծառայությունները վստահել է դաշտում հավաստագրված հասարակական գործընկեր կազմակերպություններին եւ ամեն տարի պետական բյուջեի հաստատմամբ արդեն իսկ հայտարարվում են դրամաշնորհներ, որին կարող են մասնակցել այս կամ այն վավերապայմաններին բավարարող հասարակական գործընկերներ կազմակերպությունները։ Եվ տվյալ պարագայում մենք արդեն իսկ կարող ենք ասել, որ 10 մարզերում հստակ գործում են առանձին հասարակական կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում ընտանեկան կամ կենցաղային բռնության զոհերին եւ կամ ենթադրյալ զոհերին, եւ ծառայությունների շրջանակը կարող է լինել սկսած սոցիալական աջակցությունից մինչեւ ապաստարան եւ ապաստարանի տրամադրում բնականաբար խնամարկյալների հետ միասին կամ խնամակալների հետ միասին եւ ուղիղ դրամական աջակցության ծրագիր որոշակի բնականաբար կառավարության որոշմամբ սահմանված կառուցակարգերի բավարարելու նախապայմանով։ Օրինակ, եթե ընտանեկան բռնության զոհը ունի բնակվելու վայր եւ ստիպված հեռացել է եւ արդեն ապաստարանի ծառայության կարիք ունի բռնարար գործադրածից, ապա պետությունը կարող է որոշակի ժամկետով հատուցել բնակվարձ եւ կախված արդեն թե քանի հոգի է գտնվում տվյալ անձի խնամքին, որոշակի հաշվարկման հիմքով ինդեքսավորված այլ լրացուցիչ գումարներ եւս կարող է ստանալ։ Եվ պետությունը ինչ ժամկետում է շարունակում աջակցությունը, մինչև երբ։ Դրամական միանվագ աջակցության մասին է ես խոսում ենք 1 տարվա կտրվածքում շահառուին տրամադրվող աջակցման կենտրոնների ծառայությունից, եթե օրինակ իրավաբանի կողմից հայց է ներկայացվել որոշակի, չգիտեմ, սեփականության իրավունքի վերականգնման ի աջակցություն ընտանեկան կենցաղային բռնության զոհին, ապա դա կարող է տևել այնքան, ինչքան որ process-ը տրամաբանորեն իր ավարտին կհանգեցնի եւ ապաստարանում կարող են խնամք եւ առհասարակ ծառայություններ ստանալ համապատասխան մինչեւ 1 տարի ժամկետով։ Իսկ ռեսուրսները բավարար են, որպեսզի կարողանանք բոլորին այդ աջակցությունը ցույց տալ։ Այս պահի դրությամբ ապաստարանները համաֆինանսավորվում են հասարակական կազմակերպությունների միջոցով, ռեսուրսները մշտապես ընդլայնվում են։ Օրինակ մյուս տարվա համար 2026-ի համար մենք բյուջեով ավելացրել ենք եւս 1 ապաստարան, այսինքն գործող 2-ին կմիանա նաեւ 3-րդը եւ լիահույս ենք, որ կգտնվի հասարակական կազմակերպություն, որը կդիմի տվյալ դրամաշնորհային լոտին եւ մենք կունենանք ավելի ընդլայնված ծառայություններ։ Քանի որ ընտանեկան բռնության թիրախում հիմնականում կանայք են, կառավարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում կարևորում է նաեւ կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի նշանակությունը, այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։ Կանանց ներգրավումը սոցիալ-տնտեսական կյանքում մեր երկրի համար էական նշանակություն ունի, որովհետև առնվազն բնակչության կեսից ավելին կանայք են եւ հատուկ շեշտադրմամբ խոցելի խմբերի որոշակի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեցող կանանց շրջանակում են նաեւ ընտանեկան կենցաղային բռնության ենթարկված կանայք եւ արդեն 3 տարի է մեր դրամաշնորհային ծրագրի կոմպոնենտում ներառված է նաեւ կանանց սոցիալ-տնտեսական զորեղացումը, վերակրթման եւ վերապրոֆիլավորման տրամաբանությամբ եւ այն կանայք, ովքեր չունեն մասնագիտացում, ինչ պատճառներով դուրս են մնացել կրթության շրջանակներից, կարողանում ենք վերակրթման գործատուների հետ պայմանավորվածությամբ նրանց եկամուտներ ապահովել, որովհետեւ մեր խորին համոզմամբ նաեւ սոցիալ-տնտեսապես կայուն եւ ինքնուրույն քաղաքացին եւ կինը ավելի պաշտպանված է ցանկացած տեսակի բռնությունից։ Իսկ քանից են այդ ծրագրերից հետո կարողացել գտնել կայուն աշխատանք։ Մեր թվերով մոտավորապես 85%-ը հետագայում մնացել են կայուն աշխատանք, ունեն կայուն աշխատանք եւ աշխատաշուկայում ներգրաված են, կախված այն տարածաշրջանից, որտեղ նրանք բնակվում են, կամ փոքրիկ սեփական գործն են ստեղծել կամ արդեն աշխատում են որոշակի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, որովհետև նաև հատկապես մարզային մակարդակում կամ հաշվի առնելով հենց բռնության ենթարկված անձի կրթական ցենզը եւ մակարդակը, այս համադրումները մի քանի շերտերով են կատարվում, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրին գնահատված կարիքի հիմքով ուղղորդել դեպի կայուն եկամուտներ ունենալու։ Տիկին Ստեփանյան կառավարությունը վերջերս հավանություն է տվել գենդերային քաղաքականության իրականացման քառամյա ռազմավարությանը, այս ծրագիրը որքանով է նպաստում ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, առհասարակ ինչ փաստաթուղթ է եւ ինչ առաջնահերթություններ է սահմանում։ 2025-2028 թվականների գենդերային ռազմավարական ծրագիրը եկավ շարունակելու բնականաբար տրամաբանորեն նախորդին, որը ավարտվեց 19-23 թվականների համար էր եւ հասավ իր տրամաբանական ավարտին, եւ նոր ռազմավարական ծրագրով նախորդի վերլուծության բնականաբար եւ հաշվի առնելով բազմաթիվ միջազգային զեկույցներ, երկրին տված որոշակի հանձնարարականներ, այդ թվում նաև օրինակ կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի կոնվենցիայի կոմիտեում 7-րդ ազգային զեկույցի շրջանակներում ստացած հանձնարարականների հիմք ընդունելով,
ձևավորվեցին այն հիմնական 6 ուղղությունները, որի շրջանակներում այդ թվում տեղ է գտել նաև ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության, կառուցակարգերի ներդրման աշխատանքների որակի բարելավման գործողությունները։ Ընդհանուր առմամբ բոլոր գործողությունները 6-ն են, կարող եմ շատ արագ թվարկել։ Առաջինը դա կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության եւ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի համակարգերի ներդրումն է եւ դրանց ապահովումը։ Մենք բնականաբար չենք կարող խոսել հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին երկու սեռերի միջև, եթե չենք շեշտադրում հատկապես կրթության հասանելիությունը, առողջապահական համակարգի հասանելիությունը, սոցիալ-տնտեսական ակտիվությունը, դե ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարը եւ առանձին նոր ուղղություն ենք առանձնացրել որպես պետություն, կլիմայի ազդեցությունը գենդերային հիմքով հավասարակշռության ստեղծման համար, սա նոր ուղղություն է, այս համատեքստում հատկապես աշխատանքներ ու հետազոտություններ պետք է իրականացնենք, թե ինչքանով է անդրադառնում կլիմայի փոփոխությունը կանանց, հատկապես կանանց կողմից կառավարվող, կին գլխավորող կառավարվող տնային տնտեսությունների աղքատության եւ այլնի տրամաբանությամբ։ Տիկին Ստեփանյան, կառավարությունը տարեսկզբին հավանություն տվեց եւ 26-ի տարեսկզբից արդեն կիրառության մեջ կմտնի սպეციფიկ բովանդակությամբ մի նոր ծրագիր, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի մասին է խոսքը։ Կխնդրեմ ներկայացեք, ինչ նպատակ է դրված ծրագրի հիմքում, ովքեր են լինելու շահառուները։ Այս սպეციფიկ ծրագիրը, ինչպես դուք եք անվանում, գալիս է փակելու ընտանեկան եւ կենցաղային բռնության զոհերին կամ հնարավոր զոհերին աջակցման ծառայությունների շղթան։ Ընդհանուր առմամբ, որովհետեւ առանց բռնարարք գործադրողի կամ գործադրած անձի չի կարող լինել նաեւ ընտանեկան բռնության զոհ։ Հետևաբար մենք կարծում ենք, որ հավասարապես արդեն ժամանակն է նաեւ փորձել ջանքեր ներդնել եւ փորձարկել բռնարարք գործադրածի վերասոցիալականացման տրամաբանությամբ աշխատելու։ Բռնարար գործադրած անձանց հետ աշխատանքը տրամաբանորեն կապվում է բռնության ենթարկված անձանց պաշտպանության համակարգի հետ, որովհետեւ ամեն դեպքում վարքաբանական եւ սոցիալական նորմերի փոփոխությունը չի կարող իրականացվել, եթե մենք հենց բռնություն գործադրողի հետ աշխատանքներ իրականացնելու ջանքեր չենք ներդնում։ Կառավարության որոշումը շարադրված է այն սկզբունքով, որ դեռևս սկզբնական փուլում առնվազն այս ծրագրի թիրախ կհամարվեն բոլոր այն բռնարարք գործադրած անձինք, ում նկատմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը կիրառել է նախազգուշացում։ Իսկ ես հիշեցման կարգով ասեմ, որ նախազգուշացում կիրառում են մեր ՆԳՆ-ի գործընկերները, երբ բռնարարքը գործադրվել է առաջին անգամ եւ չկա դրա ռիսկ դրա կրկնման համար եւ հնարավոր վտանգներ բռնության ենթարկված անձին չեն սպառնում։ Հետևաբար մենք հնարավորություն կտանք տվյալ անձանց կամավոր դիմելու այն ծրագրին, որը որ հենց հիմա էլ ստեղծման փուլում է եւ վերասոցիալականացման ծրագիր անցնել կարիքի գնահատման հիմքով եւ բնականաբար կլինի մեկ այլ թիրախում, երբ դատարանը կկայացնի արդեն պաշտպանական որոշում, երբ դատարանի վճռով արդեն բռնություն գործադրած անձը պարտավոր կլինի ուղղակի անցնել այս ռեաբիլիտացման ծրագիրը։ Ծրագիրը ենթադրելու է տարբեր մոդուլներ, սկսած վարքի խանգարումներից մինչև վատ սովորություններ, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն, դրանց հաղթահարման ուղղությամբ կատարվող աշխատանքներ կֆասիլիտացվի հատուկ կառավարության եւ պետության կողմից վերապատրաստված սոցիալական աշխատողի, իրավաբանի եւ ֆասիլիտատորների կողմից եւ կլինի թե խմբային եւ թե անհատական սկզբունքով կառավարության որոշմամբ սահմանել ենք, որ անհատական պարապմունքները չեն կարող նվազ լինել, քան շաբաթական 2 անգամը եւ 40 րոպեից պակաս եւ կամ խմբային աշխատանքները 80-ական րոպեից պակաս չեն կարող լինել ու բնականաբար արդեն նպատակը մեկն է էլի շեշտադրեմ, թե բռնության ենթարկված անձանց կանանց ու աղջիկներին պաշտպանելու եւ թե երբեմնի բռնարարք գործադրած անձին օգնելու, աջակցելու, հաղթահարել այն խնդիրները, ինչի հիմքով, ինչի պատճառով տեղի է ունեցել բռնություն իր հարազատի կամ զուգընկերոջ նկատմամբ։ Շատ լավ, եւ որպես ամփոփում կխնդրեմ ներկայացնեք, որոնք են առաջիկա տարիների համար առաջնահերթ անելիքները։ Առաջիկա տարիների առաջնահերթ անելիքները հստակ շարադրված են գենդերային ռազմավարական 25-28 թվականների ծրագրում եւ նշածած գերակայությունների տրամաբանությամբ մենք գնալու ենք ծառայությունների որակի բարելավմանը, դրանց քանակի եւ ծավալի մեծացմանը համայնքահենության սկզբունքով, որովհետեւ կարծում ենք, որ սոցիալական պաշտպանության բլոկում կանխարգելիչ ծառայությունները կարող են աջակցել չհասնել այն իրավիճակին, երբ կարող է տեղի ունենալ ընտանեկան բռնություն եւ կամ օրինակ գնահատված կարիքի հիմքով ծառայությունները բացակայում են համայնքում, որովհետեւ չկան ծառայություններ։
Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալ։ Սոցիալական հարթակի տաղավարում դեռ կհանդիպենք։ Հաջողություն։